Փոշիացրած միրգը, բանջարեղենն ու միսը որպես նորույթ հնարավոր է ետ մղեն սառեցված և կոնսերվացված տեսականիները, սպառողները մթերքը կարող են գնել նաև փոշու և հաբերի տեսքով, դա 20-րդ դարասկզբի գյուտերից մեկն է, որն այսօր կյանքի է կոչվում։ Տեղական հումքից բարձրորակ սննդի արտադրությունը Տիգրան Սարգսյանը հեռանկարային է համարում։ Վիտամաքս ընկերությունում նրան պատմեցին, որ շուտով կարտադրվի նաև տեղական մանկական սնունդ փոշիացված բրնձով ու հնդկաձավարով։ Ուղղությունը բավականին հետաքրքիր ընդունվեց վարչապետի կողմից, որ իսկապես շատ հեռանկարային է, նաև արտահանման տեսակետից, նյութը ինքը թեթև է, տրանսպորտային բաղադրիչը բավականին փոքր է։ Եվս մեկ նորույթ տնային տնտեսուհիների համար տնային պայմաններում յոգուրտ, թթվասեր կամ կաթնաշոր ստանալու համար արտադրվում է հատուկ բնական մերան։ Դրա բաղադրության մեջ կա հայտնի նարինե պրոբիոտիկը։ Մասնագետներն ասում են, որ փոշիացման դեպքում վիտամինները պահպանվում են 85%-ով։ Ավելի լավ է, եթե դուք ուտեք բնական միրգը, բայց դուք չեք կարող ուտել հատապտուղը, ձմռանը։ Այսինքն սա այն տարբերակն է, որ դուք կարող եք ձմռան ամիսներին ուտել բնական միրգը։ Տեղագործական ընկերության նոր արտադրատեսակներից համտեսել է նաև Սննդի անվտանգության ծառայության պետ Աբրամ Բաղչագուլյանը։ Կենսաբանական ակտիվ հավելումների դաշտը օրենսդրորեն բաց էր եւ վերջերս Սննդամթերքի անվտանգության մասին օրենքում կատարված փոփոխությունները, որ ընդունվեց ազգային ժողովի կողմից եւ ավերացվեց նախագահի կողմից, արդեն այս խնդիրը լուծել են։ Արտադրված է Հայաստանում գրությամբ այս փաթեթների արտահանման գլխավոր ուղղությունը Ճապոնիան է։ Պետական վարկավորման պարտադրությունն ընդլայնելուն զուգահեռ կընդլայնվի արտահանման աշխարհագրությունը։